Բարի օրհնված օր իմ շատ սիրելի Աստծո ժողովուրդ, իմ ունկնդիրներ, շնորհակալ եմ, որ միացել եք այս ձայնաերիզին եւ նվիրում եք ձեր անձերը լսելու թե Աստված ինչ ունի ձեր համար։ Օրհնված եղեք սիրելիներս։ Եկեք աղոթքով սկսենք։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս, որ դու միշտ իմ կողքին ես, որ քո ականջը միշտ բացում ես իմ աղոթքներին, որ ուզում ես ինձ փրկել ամեն անելանելի իրավիճակներից։ Իմ իրավիճակները, Տեր Հիսուս, քեզ եմ հանձնում եւ հաղթանակ եմ ուզում այս իրավիճակներում քո միջոցով։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Այսօր իրականում շատ հրաշալի լուր ունեմ քեզ սիրելիս։ Այո, այն, որ Աստված լսում է քո աղոթքները, Աստված տեսնում է քո նեղությունը, այն իրավիճակի մեջ, ինչի մեջ էլ որ անցնում ես, ինչի մեջ էլ որ տառապում ես, Աստված լսում է եւ իր ձեռքը մեկնում է, որ քեզ փրկի այն բոլոր անելանելի իրավիճակներին, որում դու կաս։ Այսօր ուզում եմ, հետաքրքիր մի պատմություն պատմեմ, նորից հին ուխտից եմ կարդալու, հին ուխտում գրված այս պատմությունը Ելից գրքում գրված։ Ելից ինքը նշանակում է ելք, ինչ որ բանից ելք։ Ամբողջ Ելից գիրքը խոսում է հենց այս պատմության մասին, այսինքն դուրս գալ, ճանապարհ ընկնել, ելք։ Ուզում եմ կենտրոնանալ հենց ճանապարհ ընկնելու վրա, որովհետև հետագայում դրա մասին ավելի կխորանամ, թե ինչ է նշանակում ճանապարհ ընկնել։ Ելից գիրքը հենց դրա մասին է, որ դու դուրս ես գալիս քո նեղությունից եւ մտնում ես Աստծո կամքի, Աստծո խոստումի մեջ, Աստծո փառքի մեջ, որովհետեւ նեղությունը, որը մենք անցնում ենք, դա Աստծո կամքը չի։ Աստված ուզում է մեզ փրկել ամեն տեսակի նեղություններից։ Ամեն։ Ուրեմն, Ելից գրքում պատմում է Աստվածաշունչը, որ Իսրայելի ժողովուրդը գերի էր ընկել Եգիպտոսին եւ Փարավոնին։ Գիտեք, գերությունը ահավոր մի բան է, գերությունը այն է, որ դու իրավունք չունես, որ դու ազատություն չունես, որ դու ամբողջ օրը աշխատում ես ծանրության վրա, մտրակների տակ ու քեզ դիմացը տալիս են չնչին, ինչ որ երևի մի անգամ ուտելու բան տան, թե չէ, սոխ էին ուտում, այդպես է նշում, սոխով կերակրում էին ու մարդը գերի էր։ Գերի լինելու մեջ շատ վատ բան է իրականում, հա, գերությունը։ Եվ ոչ միայն Իսրայելն էր գերության մեջ, այլ սիրելիներս ուզում եմ ցեզ ցույց տամ, հիմիկվա ամեն անգամ երբ որ պատմում եմ ես հին ուխտից, ուզում եմ որ մենք մեզ տեսնենք այդ ամեն ինչի մեջ։ Ներկա պահին ինչն է, որ մենք գերության մեջ ենք ընկել, ինչի գերության մեջ ենք ընկել, հա, մեր կյանքերին նայենք, գիտեք, մեղքը գերություն է, հիվանդությունը գերություն է, սխալ ասվածների պաշտելը, սխալ սպասումներ ունենալը գերություն է, որոնք չի իրականանում։ Եվ այո, Իսրայելի ժողովուրդը հոգնած այդ նեղությունից, այդ անարդարությունից, որ իրենց մտրակների էին ենթարկում, այդ գերությունից Աստծուն է դիմում, աղաղակում է եւ ասում է փրկիր մեզ։ Այո, ամենալավ մասը հենց այն է, որ Աստված լսում է նրանց աղոթքները։ Մենք էլ սիրելիս, ինչ նեղության մեջ լինենք, հիշեք, որ Աստված լսում է ձեզ, Աստված սպասում է ձեզ, որ դուք նրան դիմեք, որ ձեզ ինքը իր հզոր բազուկով ձեզ ազատի այդ նեղություններից։ Աստված լսեց նրանց աղոթքը եւ ուներ ծրագիր նրանց փրկելու։ Ծրագիրը հետեւյալն էր. նա ընտրեց Մովսեսին, ով հրյա էր, ով ծնվել էր եգիպտացի ընտանիքում, եւ Մովսեսին ասեց, որ գնաս եւ իմ ժողովրդին ազատես Եգիպտոսի Փարավոնի ձեռքից, որպեսզի նրանք ազատ լինեն։ Պիտի կարդամ Ելից գլխի 6:6-8։ Դրա համար ասա Իսրայելի որդիներին. ես եմ Տերը, ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից եւ ձեզ փրկելու եմ տարածած բազուկով ու մեծ դատաստաններով։ Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, եւ դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը։
Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի իմ ձեռքը եւ երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն։ Ես Տերը։ Ամեն։ Իրականում Աստված ասում է, ես լսել եմ քո աղոթքը, ես տեսնում եմ դու ինչ նեղության մեջ ես, եւ պիտի գամ եւ քեզ հանեմ այդ ամեն ինչից, այդ ծանրության տակից, որ դու, չգիտեմ, եթե դա ֆինանսի ծանրություն է, եթե դա ապագայի հետ կապված ծանրություն է, հիվանդության ծանրություն է, մեղքի ծանրություն է, ինչ ծանրության տակ, որ դու գտնվում ես, ինչի համար որ դու աղոթում ես, Աստված ասում է, ես քեզ պիտի գամ եւ իմ հզոր, իմ տարածած բացուկով քեզ փրկեմ այդ ամեն ինչից, որպեսի ինչի համար, որպեսի լինեմ քո Աստվածը, որպեսի դուրս գաք գերությունիկ եւ ես դառնամ ձեր Աստվածը եւ դուք գաք պաշտեք ինձ։ Այստեղ հասկանում ենք, որ գերությունը նրանց կտրել էր Աստծո հետ լինելուց, նրա հետ հարաբերություն ունենալուց։ Եթե մենք գերության մեջ ենք, Աստված ինչու է ուզում մեզ փրկել այդ գերությունից, որ հետ հաստատի քո կապը իր հետ, Աստծո կապը մեզ հետ։ Երբ որ մենք գերության մեջ ենք մտնում, մենք ամբողջ օրը մենակ տեսնում ենք վատը, մեր տառապանքները, մեր զգացումները, երբ որ գերի ենք ընկնում այդպիսի բաներին, մենք չենք կարողանում Աստծուն պաշտել, իսկ Աստված մի ուրիշ տեղ ասում է, բաց թող իմ ժողովրդին, որպեսի գան եւ ինձ երկրպագություն անեն։ Հիմա կասեք, ուրեմն Աստված ինչ եսասեր է, մեզ փրկում է, որ մենք իրեն պաշտենք, մենակ պաշտվել է ուզում եւ այլն։ Մարդկային մտքեր են դրանք։ Բայց ես քեզ ասեմ մի բան։ Մարդը ընդհանրապես նվիրվելու կարիք ունի իր կյանքում։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ ինչ որ բանի ուզում են նվիրվեն։ Մարդ կա նվիրվում է իր ընտանիքին, իր ամուսնուն, իր երեխաներին։ Մարդ կա կարող է նվիրվել ամբողջ իր էությունը դնել բիզնեսի մեջ։ Մարդ կա նվիրվում է կենդանիներին, կենդանասերները։ Մարդ կա նվիրվում է առողջ ապրելակերպին կամ ինչ որ մի գաղափարախոսությանը, ֆեմինիզմը օրինակի համար, իրանք իրանց անձերը նվիրում են, տեսնում ենք ինչ նվիրյալ ազգին, կահա ազգի նվիրյալներ, բայց սիրելիներս, սրանցից ոչ մեկը մեզ փրկելու զորություն չունի, ինչին ես դու նվիրված, դրա համար ասում Աստված արի, ինձ նվիրվի, ինձ պաշտի, ես լինեմ քո Աստվածը, ինձ ընդունի որպես քո Աստված, որպեսի ես քեզ փրկեմ, որպեսի ես քեզ սիրեմ, որպեսի դու քո խնդիրների մեջ չլինես, նա ուզում է մեզ հասնի, դրա համար է ասում ես քեզ կփրկեմ, որպեսի դու ինձ պաշտես, փառավորես, այսինքն երբ ենք մենք Աստծուն փառավորում, երբ որ տեսնում ենք այդ անելանելի իրավիճակը մեր կյանքում ու Աստված մեզ փրկում է, մենք ուղղակի ուրախություն է լցվում, փառք ենք տալիս Աստծուն, ասում ենք փառք Աստծուն, մենք իր փառքն ենք տեսնում։ Այդ փառքի մեջ Աստված քեզ է տեսնում, որ քեզ է փրկել, ոչ թե իր փառքն է ման գալիս, ոչ թե իր պաշտամունքն է ման գալիս, այլ դրանք ասում է ինձ թույլ տուր, որ քո Աստված լինեմ, որ ես քեզ փրկեմ, ազատեմ, սիրով լցնեմ, ամեն։ Իսրայելը գերի ընկնելու պատճառով Աստծո հետ կապը կորցրել էր։ Եվ գիտեք, հիմա էլ մեզ նայենք, ինչն է, որ մեզ խանգարում է Աստծուն ավելի մոտենանք։ Գիտեք, մի քույր կա, ես շատ եմ սիրում այդ քրոջը, ինքը ամեն անգամ ասում է, այսօր ժամանակ պետք է տրամադրեմ, գամ, մենք Աստծո մասին խոսենք, եւ ամեն անգամ գրում է, այսօր չստացվեց, այս անգամ էլ չստացվեց։ Ինչու համար, որովհետեւ ինքը, այսպես ասած, ինչն է քեզ պահում Աստծուն մոտենալուց, Աստծուն ժամանակ տալուց, Աստծուն երկրպագելուց։ Գիտեք, այդ նույն բաները, որ մեզ հետ են պահում, դրանք գերություններ են, դա քո բիզնեսն է, ես չգիտեմ, քո ընտանիքը, քո հիվանդությունը, ինչի մասին ես շատ մտածում, քո հեռախոսը, քո կամքը կարող է լինել քեզ խանգարող միջոց, որ դու Աստծուն մոտենաս, որովհետև քո կամքը քեզ թույլ չի տալիս։ Ինչին ես ենթարկում քո միտքն ու կյանքը, նրան էլ գերի ես դառնում։ Ինչն է քեզ պահում Աստծուն մոտենալուց։
Աստծո եկեղեցին գալուց, Աստծո ձայնը լսելուց, Աստծո կամքի մեջ մտնելուց, միգուցե վիրավորվածությունը, հիասթափությունը, ինչ որ քո կյանքում եղել է, չներում է, սրանք սիրելիներս բաներ են, որ կապում են մեզ, որ չմոտենանք Աստծուն, բայց Աստված ասում է, ես քեզ փրկելու եմ, եթե դիմես ինձ, եթե դա նեղություն է տալիս քեզ, ես քեզ փրկելու եմ ու լինեմ քո Աստվածը, դու տեսնելու ես հրաշալի բաներ, որ ես անելու եմ քո կյանքի մեջ, ամեն։ Գիտես, մարդիկ մտքերով են գերի ընկնում, ինչ որ մեկին վրա բամբասելուց, դատելուց կամ սխալ գայթակղող մտքեր, կպչուն մտքեր, որ դու անդադ ասում ես, ես չեմ ուզում սրա մասին մտածեմ, բայց այդ միտքը գալիս ու կպնում է, սրանք կպչուն մտքեր են։ Ու հենց այսօրվա պատմությունս էլ դրանում է, տեսնում ենք, թե Փարավոնը ինչքան կպչուն էր եւ չէր ուզում բաց թողնել այդ ժողովուրդը, որ գնային։ Այդ կպչուն մտքերը սատանայի գործիքն են, սիրելիս, որոնք ուզում են քեզ գերի վերցնել, որպեսզի դու սատանայի գործերի մասին մտածես, այլ ոչ թե Աստծո կամքի եւ նրա միջոցների մասին։ Շարունակելով պատմությունը ուզում եմ ասել, որ Փարավոնին Մովսեսը մոտեցավ եւ ասեց. «Մեր Աստվածը մեզ կանչում է, Աստված կանչում է ինձ, ես պետքա ժողովրդին հավաքեմ ու դուրս գամ, որպեսզի նրան պաշտենք»։ Իհարկե, Փարավոնը այդքան հեշտությամբ չասեց. «Այո, սիրելիս, դուք ազատ եք, գնացեք պաշտեք ու հետ եկեք»։ 10 անգամ, սիրելիս, 9 անգամ, ամեն անգամ Մովսեսը մոտենում էր Փարավոնին, ասում էր բաց թող ժողովրդին, բաց թող ժողովուրդը, որ գնա Աստծուն պաշտի, Փարավոնը ասում էր ոչ, ու շարունակում էր պնդել, շարունակում էր կամ ասում էր այո, բաց կթողնեմ, բայց նորից փոշմանում էր եւ բաց չէր թողնում, բայց ամեն անգամ, սիրելիս, ամեն ոչից հետո Աստված ցույց էր տալիս իր հրաշքը, ամեն ոչից հետո Աստված ցույց էր տալիս, ինչ որ բանով պատժում էր այդ Փարավոնին, կամ մժեղներ էին լցվում ամբողջ քաղաքով, 10 անեծքներ եկավ Եգիպտոսի երկրի վրա, 10 անեծքներ, գորտերից բռնած, գետերը արյուն էին դարձել, խավար մտավ, ու 10 անգամ Աստված ցույց էր տալիս իր Իսրայել ժողովրդին, որովհետև միտեղ էին ապրում, բայց Իսրայելի ժողովրդից ոչ մեկ այդ անեծքների տակ չընկավ, բայց Իսրայել ժողովուրդը ամեն անգամ տեսնում էր, թե ինչպես էր իրենց Աստվածը իրենց համար պայքարում, իրենց համար կռիվ տալիս եւ ամեն անգամ տեսնում էր, որ իր անասունը ողջ է մնացել, բայց եգիպտացիների անասունները մահացել են, իրենք բորոտություն չունեն, բայց բոլոր եգիպտացիները բորոտություն ունեն, ամեն անգամ Աստծո հրաշքը ցույց էր տալիս Աստված, որ Իսրայելի հետ է, որ նրա կողքին է նրանց ազատելու համար։ Փարավոնը շատ պնդաճակատ էր, որ բաց չթողներ, որ չթողնի քեզ շնչես, որ չթողնի քեզ ազատ լինես ինչ որ բանից, ամեն անգամ նորից հարձակվում է եւ ամեն ոչի հետ Փարավոնը ավելի էր ծանրացնում Իսրայելի գերությունը, ավելի շատ գործ էր տալիս, արդեն Իսրայելի ժողովուրդը հոգնել էր, նրանք գիտես ինչպես մտածում են, ահա Աստված գալու է իրենց ազատի, մեկ էլ տեսնում են, ոչ, ավելի ծանրացավ իմ գործը, ու հիասթափվեց Իսրայելը։ Կարդալու եմ Ելից 6:9, Մովսեսն այսպես խոսեց, Մովսեսը գալիս է, հույս է տալիս Իսրայելին, ասում Աստված ձեզ պիտի փրկի, այս անի, այն անի, եւ քաջալերում է, բայց Իսրայելը ասում է, երբ որ Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու, հուսահատության եւ ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին։ Գիտեք, երբ հուսահատությունը մեր սիրտ է մտնում, երբ որ մենք ինչ որ բանի համար ուզում ենք փրկվել եւ չի ստացվում, հուսահատվում ենք, ինչ է լինում, մեր ականջները փակվում են։ Ասում է հուսահատության եւ ծանր աշխատանքի այդ ծանրությունից մեր ականջները փակվում են եւ մենք չենք ուզում հույսի խոսքեր լսել։ Իսրայելը հուսահատության մեջ ընկավ, բայց Մովսեսը չկանգնեց, գիտեք, պատկերացրեք Մովսեսը կանգներ երրորդ ոչ լսելուց, հուսահատվեր ինքն էլ, բայց նա չհուսահատվեց, նա նայում էր Աստծուն, Աստված ասում էր նորից գնա, նորից ասա,
փարավոնին, որ բաց թողի իմ ժողովրդին, եւ նա գնում ու ասում էր նորից ոչ էր լսում, նորից ոչ էր լսում, բայց այդ ոչի հետ միասին նաև նրանք տեսնում էին, թե Աստված ինչպես էր անիծում այդ ամեն ինչը, Աստված ինչպես էր Եգիպտոսին չարության մատնում։ Մենք օրինակի համար կարող է ուզում ենք հավատանք, վերջապես մեր նեղությունից դուրս գանք եւ ուզում ենք հավատանք Աստծո բժշկության մասին, բայց այնքան բացասական անալիզներ են գալիս, որ մենք նորից ընկնում ենք, որովհետեւ Սատանան հեշտությամբ չի ուզում քեզ բաց թողի, որպեսզի դուրս գաս իր գերության տակից, ուզում է քեզ գերի ու պահել, դա շահավետ էր Փարավոնի համար Իսրայելը գերի պահել, նույնպես էլ հիմա սիրելիս ինչի գերության որ տակ ես, լինի դա մեղք կամ հիվանդություն, նա չի ուզում քեզ բաց թողնել, բայց նրա ուզելով չի իհարկե, հիմա մենք կտեսնենք Աստված ինչ հրաշալի գործ է անում եւ ինչպես է փրկում, Աստված ասում է ես փրկելու եմ քեզ այնտեղից որտեղ դու կաս, Աստված կանգ չի առնում ոչ մի ոչի դիմաց, նույնիսկ եթե դու իրան չես լսում, հուսահատության մեջ ես ընկել, Աստված ուզում է քեզ այդ հուսահատությունից ազատել, որպեսզի լսես, այդ լսած խոսքիդ վրա հավատքդ ավելանա, նա չի նայում, որ դու իրան չես կարողանում լսել, նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, մինչև քեզ չփրկի այն նեղությունից, որի մեջ դու կաս։ Գիտեք, Իսրայելը երբ գերության մեջ էր, երբ Աստծուն կանչում էր, որ փրկություն լինի, Աստված նրանց ուղղակի չփրկեց գերությունից, գիտեք, շատ ժամանակ մենք աղոթում ենք, ասում ենք մեզ փրկիր, մենք մտածում ենք, որ հիմա այնտեղում որտեղ կամ ես պիտի փրկվեմ, որովհետև Աստծուն կանչել եմ, բայց Աստված Իսրայելին չփրկեց Եգիպտոսում, տեսեք, նա կարող էր այնպես անել, որ օրինակի համար գերություն չլիներ, գերությունը հաներ եւ իրանք Եգիպտոսի մեջ քաղաքացիներ լինեին, բայց դա Աստծո ծրագիրը չէր, Աստված նրանց ուզում էր հաներ այնտեղից, նրանք ճանապարհ ընկնեին դեպի այն քաղաքը, որ Աստված պատրաստել էր իրանց համար, որ ասվում էր կաթ ու մեղր է փխում, դեպի օրհնության քաղաք։ Մենք էլ շատ ժամանակ սիրելիներս աղոթում ենք մեզ փրկիր այս բանից, փրկիր այն բանից, ու մենք մտածում ենք, որ ոչ մի բան չենք անելու, ու փրկվենք։ Ոչ, Աստված ծրագիր ուներ։ Աստծո ծրագիրը այն էր, որ Մովսեսը գնար խոսեր Փարավոնի հետ եւ ասեր բաց թող իմ ժողովրդին։ Ժողովուրդը դուրս գար ճանապարհ, անցնեին անապատով եւ գնային օրհնության երկիրը։ Աստծո ծրագիրը սա է։ Գիտեք, երբ որ հայրմերի մեջ աղոթում ենք, թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, եթե սիրելիս Աստծո կամքը լիներ հենց այդպես ավտոմատ ձևով, պատերազմներ չէին լինի, հիվանդություններ չէին լինի, մահեր չէին լինի։ Այդպես չէ, որ ավտոմատ Աստծո կամքը իրականանալու է մեր կյանքում, Աստված տալիս է քեզ ծրագիր, ասում է սիրելի քույրս, այս բանի համար, որ աղոթում ես, օրինակ աղքատությունից դուրս գալու համար, ես քո համար բիզնես եմ պատրաստել, օրհնված գործ ունեմ քո համար, մտիր այստեղ, ես քեզ այնտեղ կօրհնեմ եւ դու դրանից շուտ դուրս կգաս, քո պարտքերը կփակես։ Օրինակի համար, հա? Կամ եթե մենք աղոթում ենք մեր երեխաների փրկության համար, Աստված ասում է սիրելիս, ամեն նոր ցանիր քո խոսքը քո երեխաների մեջ։ Դա Աստծո փրկության ծրագիրն է։ Ինչի համար էլ որ աղոթում ես, նեղության մեջ ես, կամ մեղքի հետ կապված է, կամ Աստված ունի ծրագիր քեզ այդ նեղությունից դուրս հանելու։ Այն գերության մեջ որ կաս, դու անդադ ուզում ես Աստծո ժամանակ տաս, Աստծո հետևից գնաս, բայց եթե դու գերության մեջ ես, Աստված ունի քեզ ծրագիր, եթե դու դիմում ես, եթե որովհետև գիտեք Իսրայելը պահ եկավ, իրանք չէին ուզում դուրս գային, ասեցին, դժվար է այս ճանապարհը, ետ վերադառնանք Եգիպտոս։ Ամեն փոքր դժվարության, որ հանդիպում էին իրանք ճանապարհին, ետ վերադառնանք Եգիպտոս, որովհետև իրանք սովորել էին գերության մեջ ապրել։ Սիրելիս, այո, ճանապարհը կարող է անապատային թվալ, բայց Աստված, եթե քեզ տանում է մի տեղ,
ինքը այնտեղ քեզ օրհնություններ ունի, որ քո մտքից, ամեն բանից վեր է, որ քեզ օրհնի։ Ամեն։ Այո, Աստված ունի ծրագիր քեզ փրկելու եւ իր կամքի մեջ մտցնելու համար, բայց դրա համար դու պետքա ճանապարհ գնաս։ Նրանք, այսպես ասած, պատերազմի դուրս եկան փարավոնի դեմ։ Պատերազմ չէր, բայց ամեն անգամ Մովսեսը գնում էր, ասում էր. «Բաց թող իմ ժողովրդին, բաց թող իմ ժողովրդին», հռչակելով, որ իմ ժողովուրդը պետք է գնա եւ իր Աստծուն պաշտի։ Գիտեք, փարավոնը նույնիսկ, տեսեք, Ելից 8:25-ից 26-ը ինչ է ասում, ինչ հետաքրքիր է։ Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին եւ ասեց. «Գնացեք, ձեր Աստծուն զոհ մատուցեք այս երկրում»։ Մովսեսն ասաց. «Կարելի չէ այդպես անել»։ Նա ասաց. «Okay, այստեղ պաշտեք ձեր Աստծուն»։ Ոչ։ Մենք այստեղ չենք կարող Աստծուն պաշտել գերության մեջ։ Ոչ, այստեղ չի, Աստծո կամքն է, որ դու դուրս գաս այնտեղից։ Ճանապարհ ընկնես։ Իր օրհնությունը Եգիպտոսում չէր, ինքը օրհնություն էր պահել Քանանում, Աստծո կամքը, որտեղ որ է, այնտեղ է օրհնությունը, սիրելիս։ Դու չես կարող Եգիպտոսում լինելով վայելես Աստծո օրհնությունները։ Աստծո օրհնության համար կա կոնկրետ վայր։ Քանանի երկիր, դա էր իրանց օրհնության վայրը։ Եկեք մի ուրիշ օրինակ վերցնեմ, հա։ Աստված Աբրահամին ասեց, որ գնա այս լեռում զոհաբերի իր որդուն։ Եվ Աբրահամը ճանապարհ ընկավ։ Կարող էր իր մոտ ավելի մոտիկ լեռ լիներ, կամ ավելի հեշտ բարձրացող լեռ լիներ, բայց Աստված իրան կոնկրետ լեռան անուն տվեց, ասեց գնա այնտեղ։ Եվ ինչ եղավ, սիրելիս, այդ լեռան վրա սպասում էր այն գառը, որ Աստված տալու էր իր որդի Իսահակի փոխարեն։ Աստծո օրհնությունը այդ լեռան վրա էր սպասում։ Եթե ինքը գնար ուրիշ լեռ, հնարավոր է նա գառնուկ չգտներ այնտեղ, որովհետև Աստծո կամքի մեջ լինելով ենք մենք Աստծո օրհնությունները վայելում։ Գիտեք, Աստծո կամքի մեջ մտնելու համար մեր կանգնած վայրը չի։ Մենք պետքա քայլ անենք, ընթացք վարենք, որ դուրս գանք։ Մենք էլ Մովսեսի նման կանգնենք, ասենք բաց թող ինձ, այս կպչուն մտքերը թող բաց թողնեն, որովհետև ես ուզում եմ Աստծուն պաշտել։ Այն բոլոր հանգամանքները, որ քեզ պահում են Աստծո մոտ գնալուց, Աստծո եկեղեցի գնալուց, Աստծո խոսքը կարդալուց, կարող ուզում ես Աստվածաշունչ կարդաս, ինչ ասես քո մտքից անցնի։ Սատանան չի ուզում քեզ բաց թողնի, ուզում է քեզ կապած պահի, բայց դու կանգնիր, համարձակ, Աստծո հետ միասին ասա բաց թող։ Փարավոն բաց թող, որովհետև ես փրկվելու եմ, Աստված եկել է ինձ փրկելու, բայց դու պետք է խոսես։ Աստված ծրագիր ուներ, Մովսեսը 10 անգամ հռչակում էր բաց թող իմ ժողովրդին։ Մենք էլ պետք է այդ աղոթքները անենք, սիրելիս։ Հրաժարվենք այդ ամեն կապանքներից, կպչուն մտքերից, այն բոլոր բաներից, որոնք մեզ կապում են, որ մենք Աստծուն չտեսնենք, Աստծո կամքի մեջ չմտնենք։ Ամեն։ Այո, սիրելիս, մենք անելիք ունենք։ Դա միայն Աստված չի անում, այո, Աստված է մեզ փրկում, բայց Աստված քո բաժինը քեզ է ասում, որ դու անես։ Իսրայելի բաժինն էր այն, որ նրանք 10 անգամ փարավոնին ասեցին բաց թող մեզ։ Իսրայելի բաժինն էր այն, որ նրանք անապատով պետք է անցնեին, որպեսզի մտնեին այդ խոստումյաց երկիրը։ Բայց դու տեսնում ես այդ քո անելիքի մեջ ամեն անգամ Աստված ինչպես է քեզ փրկում, ամեն անգամ երազով կամ խոսքով ինչպես է հայտնում, որ նա պատերազմում է քո հետ միասին։ Նա հաղթել է, նա պատերազմելու կարիք չունի, սա հին ուխտում էր։ Նա եկավ իր խաչով հաղթեց սատանայի բոլոր զորություններին եւ ահա այստեղ էլ դրա մասին գրված է։ Եվ 10-րդ անեծքը Եգիպտոսին սա եղավ։ Նորից փարավոնը Մովսեսը գնաց փարավոնին ասելով բաց թող իմ ժողովրդին։ Փարավոնը ասեց ոչ։ Ասեց եթե չթողնես բոլոր անթրանիկ զավակները կմահանան։ Անասունից մինչև քո ծառաները բոլոր Եգիպտոսում ինչ անդրանիկ զավակ կա մեծից փոքր մահանալու են։ Եվ դարձավ Իսրայելին ասեց. եթե ուզում եք փրկվել այս անեծքից, գարան արյունը գար մորթեցեք եւ գարան արյունը դրեք ձեր դրանդիկների վրա։
Ինչն էր այդ գառը, որ մորթվեց։ Մեր Հիսուս։ Սիրելիս, ցավոք սրտի ներկա պահին կա դեռ այդ ավանդությունը, որ գառան արյունը նամանավանդ Սիրիայի մեր ժողովուրդը ունեն գառան արյունը ամուսնանալու ժամանակ դրանդիկներին են դնում, բայց դա չի աշխատում, սիրելիս, դա խորհրդանիշներ, դա հին ուխտում էին անում ի նշան նրա, որ Հիսուսը պետք է գա եւ մահանա եւ նրա արյունը մեզ կփրկի մահից, սատանայի իշխանությունից։ Այո, երբ այս չարապաստիկ օրը եկավ, երբ որ մահը մտավ եւ բոլոր անդրանիկները մահացան Եգիպտոսի Իսրայելում, Իսրայելը տեսավ, որ Աստված գրածա նորից ելից գրքի մեջ Աստված խտրություն պիտի դներ իրեն հավատացողի եւ չհավատացողի միջև։ Նրանք տեսան Աստծո ձեռքը նրանց վրա, որ Աստված նրանց հետ էր եւ նրանցից ոչ մի անդրանիկ մահացած չէր։ Փարավոնը վերջապես թույլ է տալիս եւ ասում է վերջ, գնացեք, Փառք Աստծուն, այո, այդպես մեզ ամեն նեղություն բաց պիտի թողնի, երբ որ մենք լսենք Աստծուն եւ մտնենք նրա կամքի մեջ։ Եվ տեսեք, Ելից 14 պիտի կարդամ 9։ Հա, նրանք դուրս եկան ուրեմն Իսրայելից եւ հասան մի տեղ, որտեղ կարմիր ծով էր, նստել էին ծովին, հանգիստ էին անում մարդիկ, գերությունից հելած։ Եվ ահա, երբ մտածում ենք վերջապես փրկվեցինք, վերջապես Աստծո կամքի մեջ մտանք, տեսեք ինչ է կատարվում։ Ելից 14:9 պետք է կարդամ։ Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան եւ գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ Փիայրոթին մոտիկ Բեղսեփոնիի դիմաց։ Օ, ինչ անելանելի իրավիճակ էր դա Իսրայելի համար։ Տեղ չունեին փախչելու։ Դիմացը կարմիր ծով, հետևում եգիպտացիներ ձիերով եկած նրանց մահն էին ուզում։ Ինչ անելանելի վիճակ։ Այդ ժամանակ Իսրայելը երևի նորից հիասթափության մեջ ընկավ եւ բողոքում էր Մովսեսից, որ ինչ արեցիր, մեզ բերեցիր, գոնե նորից Եգիպտոսում լինեինք։ Գիտեք, երբ որ ձեր կյանքում միապաղաղ է, ուրեմն գերության մեջ եք, որովհետև երբ որ Աստված ուզում է ձեզ դուրս հանել այնտեղից, վեր ու վարումներ շատ է լինում։ Այո, գիտեք, մեր կյանքում էլ շատ ժամանակ մենք մտածում ենք վերջապես հասանք, վերջապես հավատքս եկավ, վերջապես այս խնդիրի պատասխանը կլինի, մեկ էլ մի ուրիշ բան ենք լսում, որ նորից ընկնում ենք։ Ընկնում ենք առանց ելք վիճակի մեջ, բայց Մովսեսը չընկավ հուսահատության մեջ։ Իրականում ինչ լավ է, որ Մովսես ունեին իրանք։ Նա գնաց, նա չէր բողոքում Աստծուն, նա գնաց, ինչ անեմ Տեր։ Գիտեք, Աստված ինքը, երբ որ նայում ենք իրականում, Իսրայելին առաջնորդեց կարմիր ծով։ Աստված ինքը առաջնորդեց այդ փակուղին։ Ինչու համար, որ իր փառքը ցույց տա, որ իր զորությունը ցույց տա։ Այնտեղ կատարվեց հին ուխտի ամենահզոր դեպքերից մեկը, երբ Մովսեսը գնաց, ասաց, ինչ անեմ, ինչ անելանելի վիճակում էլ որ դու լինես, մի բողոքիր քո ընտանիքին, ամուսնուցդ, հովիվիցդ, ոչ մեկից, թե ինչի ես դու այս վիճակում, այլ գնա Աստծո մոտ, սա է իրավիճակը, ինչ անեմ։ Եվ Աստված ասեց, իհարկե, Աստված ելք ունի քո բոլոր իրավիճակներում, նրա համար անելանելի իրավիճակներ չկան, նրա համար փակ ճանապարհներ չկան, եթե դու կանգնած ես փակ ճանապարհի վրա, եթե դու կանգնած ես ինչ որ կարիքի դիմաց, իմացիր, եթե Աստծո մեջ ես, դու Աստծո առաջնորդությամբ ես այնտեղ ես, այնտեղ դու տեսնելու ես Աստծո հզոր ձեռքը, Աստծո հզոր հրաշքները քո կյանքի վրա։ Եվ Մովսեսը գնալով ասեց, ինչ անեմ, փայտը դիր ծովին։ Եվ նա դրեց, այդ հզոր բանը կատարվեց, ճանապարհ բացվեց, ծովը ճեղքվեց։ Եվ Իսրայելի համար ճանապարհ եղավ։ Նրանք անցան ամբողջ ճանապարհով, Փարավոնը իրանց հետևից ուզում էին անցնեին եւ ծովը փակվեց եւ նրանք խեղդվեցին եւ Աստված այսպիսի հրաշքով ազատեց իր ժողովրդին Փարավոնի ձեռքից։ Աստված քեզ էլ է ուզում ազատել
Աստված կանչում է քեզ, դուրս արի սիրելիս։ Այո, փարավոնը տեսնում ենք շատ պնդաճակատ էր, նա չէր ուզում բաց թողնել ոչ մի ձեռքով, այո էր ասում, հետո ոչ, այո, ոչ, այո, ոչ։ Նա մինչև վերջ կպչուն բնավորություններ կպել էր ու բաց չէր թողնում այդ ժողովրդին, նրա հետևից էր եկել, բայց պարտվեց։ Փառք Հիսուսին, իսկապես հրաշալի պատմություն է սա։ Նա քեզ ուզում է հանել սիրելիս այն բոլոր իրավիճակներից, որ դու դրա մեջ ես, եթե դու կանգնած ես այդ փակ ծովի դիմաց եւ քո հետևից նորից գալիս է ինչ որ մի բան, ինչ որ մի լուր, Վատ լուրը լուրի հետևից է ստանում, սիրելիս Աստված ունի ճանապարհ քո փակ ճանապարհների մեջ։ Աստված եթե ինքն է քեզ առաջնորդել, Աստված էր առաջնորդել Կարմիր ծով Իսրայելի ժողովրդին, ինչու, որ ցույց տա նրա Աստված լինելը։ Որ քեզ ասի, որ տես ես ինչ Աստված եմ քո համար, ես քո համար ինչ կարող եմ անել, ես քո համար ամեն փակ ճանապարհների վրա բաց դուռ կանեմ։ Ամեն անելանելի իրավիճակից քեզ կփրկեմ, ամեն մահվան լուրերից քեզ կփրկեմ, ամեն աղքատությունից քեզ կփրկեմ, ամեն մեղքից քեզ կփրկեմ։ Քեզ եւ քո ընտանիքը, նրանք գիտեք, Եգիպտոսը ասում էր, մենակ տղամարդիկ թող գնան, ոչ։ Մովսես ասում էր, տղամարդիկ էլ, կանայք էլ, մեր անասուններն էլ, մեր ունեցվածքն էլ, մեր զավակները բոլորով պետքա գնանք։ Միայն Աստծո կամքը չի միայն քեզ փրկել, քո ունեցած չունեցածով, քո սերունդով Աստված փրկելու է քեզ եւ դա է Աստծո խոստումը։ Ու հաջորդին ասում էր, լավ, դուք գնացեք, կանայք էլ գնան, այս ինչը չգնա, ունեցվածքը մի տարեք, ամեն անգամ Մովսես ասում էր, ոչ, չեմ ընդունում, ոչ մի կոմպրոմիսի չեմ գնա, ամբողջը պետքա լինի։ Եթե հիվանդության առջև ես ամբողջը ընդունիր, ոչ թե մի քիչ, ոչինչ թե մեջքի ցավը, ոչինչ թե գլխացավը, ապրում եմ սրանով։ Աստված քիչը չէ, նրանք երբ որ դուրս եկան սիրելիներս, 10-րդ անեծքի ժամանակ էր, ասում է Իսրայելի այն Եգիպտոսի բոլոր կանայք իրանց ոսկեղենները բերեցին Իսրայելի ժողովրդին տվեցին, դուք պատկերացնում եք, քո հարևանը գալիս է իր ունեցվածքը քեզ է տալիս, նրանք երևի այնքան էին հոգնել, ասում են մեն ամեն ինչ կտանք, մենակ թե մեր անդրանիկները չմահանան, ամեն ինչ կտանք, մենակ թե այս անեծքներից ազատվենք, այն բոլոր բաները, որ տարիներով Եգիպտոսը գողացել էր, նրանց գումար չէր թողել, ամբողջ վերականգնեց Աստված։ Նրանք դուրս եկան այնտեղ ունեցվածքով, առատությունով։ Փառք մեր Տեր Հիսուսին, սիրելիս, ինչի համար էլ որ աղոթում ես, ինչ անելանելի վիրավիճակ ունես, Աստված ուզում է փրկել քեզ։ Միայն թե հնազանդվիր նրա ծրագրին։ Եթե դու չգիտես ինչ ծրագիր ունի, աղոթ կարա, Աստված անպայման կխոսի քո հետ, սիրելիս։ Եկեք աղոթենք։ Եթե չունես ինչ որ մեկը, ում հետ ուզում ես կիսվես, ում հետ ուզում ես աղոթ խնդրես, կապվիր մեզ հետ։ Միացիր մեր էջին, բաժանորդագրվիր այս ալիքին, այստեղ անընդհատ մենք հրաշալի թեմաներից ենք խոսում եւ ուզում ենք Աստծո լույսը եւ Աստծո կամքի մեջ մտցնել շատ շատերին եւ որ այս խոսքերը բժշկություն լինեն։ Եկեք աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք այս խոսքի համար եւ հավատում ենք, որ դու հրաշալի Աստված ես։ Այո, ինչպես գրված է, եղիր իմ Աստվածը, ինձ ազատիր այս նեղությունից, այս գերությունից։ Ես ուզում եմ քոնը լինել, ես ուզում եմ քո զավակը լինել։ Այո Տեր, ես հավատում եմ, որ դու փրկություն եւ ծրագիր ունես իմ համար եւ իմ ականջները բացել եմ, որ քո ծրագիրը լսեմ ամեն հուսահատությունից։ Ես հրաժարվում եմ, ես հուսահատության փոխարեն ուզում եմ գալ քո մոտ եւ լսել քո ծրագիրը եւ դու ինձ տուր Տեր այն զորությունը, որ քո ծրագիրը կատարեմ, այն ծրագիրը, որը ինձ տանելու է դեպի փրկություն, որպեսի դուրս կամ, այո, ելք լինի նեղությունից եւ մտնեմ քո կամքի մեջ, Տեր։ Ուզում եմ քո կամքի ծրագիրը լինի, որտեղ ինձ համար պահել ես ամեն օրհնությունները։
Հիսուս Քրիստոսի անունով խնդրեցի։ Ամեն։ Օրհնված եղիր, սիրելիս։